Տարի կիսի Ձեր ֆինանսական հեղափոխությունը Համաձայնության զորությունը Գլուխ 6 Տիրոջ օրհնությունը Ես ռեստորանում էի իմ կնոջ և մի կին քարոզչի հետ, որը հյուր էր մեր եկեղեցում։ Երեկոյան ժամը 10 էր, և մենք նոր էինք ավարտել մեր ազդեցիկ երեկոյան ծառայությունը։ Մատուցողը մոտեցավ մեր պատվերը վերցնելու, և մենք սկսեցինք զրուցել։ Իմ հյուրը պատմում էր մեր եկեղեցու մասին, նաև թե որքան հրաշալի ծառայություն անցկացրինք։ Այնուհետև նա հարցրեց մատուցողին. «Դուք սիրում եք որսորդություն»։ Նա պատասխանեց, որ սիրում է։ Իմ հյուրը միշտ ոգեշնչումով էր լսում իմ որսորդական պատմությունները, և այդ երեկո նվիրել էի նրան իմ «Հավատքի որսորդություն» գրքի մի օրինակ, նրա ընկերուհիներից մեկի համար։ Նվիրածս գիրքը դրված էր կողքիս, հատակին։ Մատուցողը շարունակեց, ասելով, որ երկար ժամանակ է փորձում է եղնիկ որսալ, բայց չի կարողանում։ Իմ հյուրը և ես սկսեցինք բացատրել նրան, թե ինչպես է գործում Աստծո թագավորությունը, և որ ինքը կարող է ակնկալել, որ եղնիկ է որսալու ամեն անգամ, երբ որսի գնա։ Նա իսկապես չգիտեր, թե ինչ մտածեր մեր մասին, բայց ես հիշեցի այդ գիրքը և առաջարկեցի նվիրել այն նրան։ Ես խոստացա իմ հյուրին գրքի մեկ այլ օրինակ, և նա համաձայնեց։ Մատուցողը շնորհակալություն հայտնեց ինձ և խոստացավ կարդալ, բայց ես մտածեցի, որ միգուցե վերջին անգամ էի հանդիպում նրան, սակայն դա վերջին անգամը չէր։ Մեկ տարի անց նույն կին քարոզիչը հյուրընկալվեց մեր եկեղեցում։ Նա ասաց, որ իրեն դուր էր եկել այն ռեստորանը, որտեղ եղել էինք մեկ տարի առաջ, և հարցրեց, թե կարող էինք կրկին գնալ այնտեղ։ Մենք այդպես էլ արեցինք։ Երբ նստեցինք, զարմացանք, որ մեզ սպասարկելու էր նույն մատուցողը, որ սպասարկել էր մեկ տարի առաջ։ Երբ նա մոտեցավ, նայեց մեզ և ասաց. «Բարև ձեզ, դուք այստեղ էիք մեկ տարի առաջ, և մենք խոսում էինք որսորդության մասին»։ «Այո, հիշում ենք», պատասխանեցինք մենք։ Ես կարդացի ձեր նվիրած գիրքը և վարվեցի այնպես, ինչպես գրված էր։ Ես 2 եղնիկ որսացի անցյալ տարի և այս տարի ևս սպասում եմ իմ որսին։ Մենք ոգևորվեցինք, լսելով նրա պատմությունը, բայց չզարմացանք։ Թագավորությունը գործում է ամեն անգամ։ Ես հավաքույթ էի անցկացնում մոտավորապես 25 հովվի համար։ Սովորեցնում էի Աստծո թագավորության մասին և բացատրում էի, թե ինչպես է այն գործում։ Ամեն ինչ հրաշալի ստացվեց։ Երբ պատրաստվում էի հեռանալ հավաքույթի սրահից և իմ աշխատակազմը մաքրում էր տարածքը, հովիվներից մեկը վերադարձավ։ Նա կնոջ հետ մոտեցավ իմ կնոջը և խնդրեցին խոսել մեզ հետ։ Այդ հովիվը պատմեց մեզ, որ մինչև շաբաթվա վերջ նրա տունն արգելանքի տակ էր դրվելու, եթե չվճարեր մոտավորապես $6,900։ Նա ասաց, որ փող չունի, ընդամենը $100։ «Սա իմ ամբողջ գումարն է», ասաց նա, «բայց ես ուզում եմ ցանել սա, ինչպես սովորեցրիք այս երեկո, և խնդրում եմ, որ դուք և ձեր կինը համաձայնության գաք մեզ հետ այն գումարի համար, որի կարիքը մենք ունենք այս շաբաթ»։ Բոլորս ձեռք ձեռքի տվեցինք, աղոթեցինք և գոհացանք Աստծուց այդ գումարի համար։ Գրեթե մեկ ամիս անց ես տեսա այդ հովվին մեկ այլ միջոցառման ժամանակ։ Նա խիստ ոգևորված շտապեց ինձ մոտ։ «Ես պետք է պատմեմ ձեզ, թե ինչ տեղի ունեցավ», ասաց նա։ «Ես չէի ասել ձեզ այն ժամանակ, որ կինս և ես շապիկների վրա մետաքսագիր տպագրության փոքրիկ մասնակի գործ ենք անում մեր ավտոտնակում։ Մենք մեծ գումար չենք աշխատում, բայց ժամանակ առ ժամանակ պատվերներ ենք ստանում։ Մեր միացյալ աղոթքի հաջորդ օրը մի քանի պատվեր ստացանք, որոնց ընդհանուր գումարը կազմեց $8,900։ Այդ շաբաթ մենք ստիպված էինք շատ աշխատել, բայց մինչև ուրբաթ օրը մենք ունեինք անհրաժեշտ $6,900 մեր տունը պահպանելու համար։ Շնորհակալ եմ։ Ես ներկա էի մի հովվական համաժողովի Հյուսիսային Կարոլինայում, որտեղ կար գրեթե 500 հովիվ։ Ես չէի քարոզում այնտեղ, այլ պարզապես մասնակցում էի։ Մի մարդ մոտեցավ ինձ ու ասաց. «Ես պետք է խոսեմ ձեզ հետ»։ Նա հովիվ էր Գերմանիայից և ասաց, որ ցանկանում է մի հետաքրքիր պատմություն պատմել ինձ։ Նրա որդին, ով դեռահաս էր, ինչ-որ ձևով ձեռք էր բերել իմ լսասկավառակները։ Դրանք լսելուց հետո որոշել էր, որ հավատքով ստանալու է PlayStation 3, քանի որ փող չուներ դրա համար։ Կարծում եմ յուրաքանչյուրը գիտի, թե ինչ է PlayStation 3-ը,
բայց եթե չգիտեք, դա կոմպյուտերային խաղային համակարգ է։ Այդ հովիվը պատմեց, որ մի անգամ նրա որդին եկավ իր գրասենյակ և հարցրեց, թե համաձայնության կգա իր հետ PlayStation 3 ստանալու համար։ Նա պատմեց իր հորն այն, ինչ իմացել էր իմ լսասկավառակներից, և ասաց, որ ցանկանում է սերմ ցանել և աղոթել իր հոր հետ դրա համար։ Այդ հովիվն ասաց, որ մեծ կարևորություն չի տվել դրան, բայց որպես եկեղեցու հովիվ ընդունել է իր որդու ցանկը, նրա տված ֆինանսական զոհաբերությունը եկեղեցու համար։ Նա աղոթել է որդու հետ համաձայնելով, որ որդին արդեն ունի PlayStation 3 և մտածել է, որ դրանով ամեն ինչ ավարտված է։ Հաջորդ օրը մի մարդ այդ հովվի եկեղեցուց զանգում է նրան և հարցնում, թե որդին դեմ չի լինի մի քիչ ավել գումար վաստակել, քանի որ ինքը մի կարճաժամկետ նախագիծ ուներ, որտեղ իրեն օգնություն էր պետք։ Նրա որդին հիացմունքով ընդունում է այդ առաջարկը։ Աշխատելով այդ երկօրյա նախագծում նա այնքան գումար է վաստակում, որ կարողանում է PlayStation 3 գնել։ Այդ դեպքը գրավեց նրա որդու ուշադրությունը։ Այդ հովիվը պատմեց, որ մի քանի շաբաթ անց նա կրկին եկավ իր հոր գրասենյակ և խնդրեց համաձայնության գալ իր հետ մեկ այլ հարցի համար։ Այդ հովիվն իհարկե պատրաստ էր, բայց նա մի փոքր զարմացավ, երբ որդին խնդրեց աղոթել իր հետ, որ Աստված ավելի մեծ մկաններ տա իրեն։ Նա ասաց ինձ, որ չգիտեր ինչ պատասխանել որդուն, բայց ի վերջո ասում է նրան, որ եթե խնդրում ենք Աստծուց ավելի մեծ մկաններ, որդին նույնպես պետք է ինչ-որ բան անի իր կողմից, և որ ինքը համաձայնության կգա որդու հետ, եթե նա հասկանա դա։ Նրա որդին ընդունում է դա և կրկին ֆինանսական սերմ ցանում ավելի մեծ մկաններ ունենալու համար, և նրանք համաձայնության աղոթք են անում։ Հաջորդ օրը մի մեքենա կանգնում է այդ հովվի տան դիմացը։ Այցելուները մի ընտանիք էին նրա եկեղեցուց։ Հովիվը դուրս է գնում նրանց հետ զրուցելու, և նրանք ասում են, որ իրենց ավտոտնակը մաքրելիս գտել են սկավառակաձողերի հավաքածու և մտածել են, որ միգուցե հովվի որդին ցանկանա դրանք, իսկ եթե ոչ, մտածել են, որ հովիվը գոնե կճանաչի ինչ-որ մեկին եկեղեցում, ով կցանկանա վերցնել դրանք։ Այդ հովիվն ասաց ինձ, որ ոչ ոք չգիտեր այն մասին, որ իր որդին ցանկանում էր մեծ մկաններ ունենալ, և որ իրենք աղոթել էին դրա համար ընդամենը նախորդ երեկոյան։ Այդ հովիվը ցնցված էր, նա տուն է վերադառնում և հարցնում որդուն, որտե՞ղ են այդ լսասկավառակները։ Նման պատմությունները սովորական են ինձ համար։ Ես մշտապես լսում եմ դրանք և ուզում եմ, որ ձեր կյանքում նույնպես սովորական բան լինեն։ Մինչև այս պահը մենք արդեն ներկայացրինք և քննարկեցինք մի քանի բանալի սկզբունքներ այն մասին, թե ինչպես է գործում Աստծո թագավորությունը։ Խոսեցինք նաև այն մասին, որ համաձայնությունը կամ հավատքն անհրաժեշտ են, որպեսզի երկինքն օրինական իշխանություն կամ իրավասություն ստանա այս երկրային տիրույթում։ Այժմ մի փոքր ավելի խորը ուսումնասիրենք այն, թե ինչպես թագավորության այս օրենքները կարող են օգնել մեզ մեր ֆինանսական կարիքների դեպքում։ Տիրոջ օրհնությունը հարստություն է բերում, և նա նեղություն չի ավելացնում դրան։ Առակաց 10-րդ գլուխ 22-րդ խոսք։ Կարդալով այս խոսքն առաջին անգամ ես մտածեցի. այս խոսքը չի նշանակում այն, ինչ ասում է, այնպես չէ՞։ Բայց ես պարզեցի, որ այն նշանակում է ճիշտ այն, ինչ ասում է։ Հասկանալու համար, թե ինչի մասին է այս հատվածը, մենք պետք է անդրադառնանք սկզբին, երբ մարդը նոր ստեղծվում է։ Մեկը վկայեց մեկտեղ ասելով. «Մարդն ինչ է, որ դու հիշես նրան, կամ մարդու որդին, որ այցելես նրան։ Մի քիչ ցածր արիր նրան հրեշտակներից, փառքով և պատվով պսակեցիր նրան, և քո ձեռքի գործերի վրա կանգնեցրիր նրան։ Ամեն բան հնազանդ արիր նրա ոտքերի տակ, որովհետև ամենը, որ հնազանդեցրեց նրան, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, բայց հիմա տակավին չենք տեսնում, թե ամեն բան հնազանդված է նրան»։ Եբրայեցիների 2-րդ գլուխ 6-8 խոսքեր։ Մենք արդեն կարդացել ենք այս հատվածը, բայց այս պահին այն շատ կարևոր է մեր քննարկման համար։ Ըստ այս հատվածի, երբ մարդը ստեղծվեց, ամեն ինչ այս երկրի վրա դրվեց նրա իշխանության ներքո։ Չկար նույնիսկ մեկ բան, ինչը ենթակա չէր նրան։ Նա տիրում էր այս երկրում իրեն լիազորած իշխանության դիրքից և կրում էր այդ իշխանության պսակը որպես դրա ներկայացուցիչ։ Նա կրում էր այդ դիրքի օծությունը և վայելում էր դրա պատիվը։ Սատանան, որն ապստամբել էր Աստծո դեմ, արդեն իսկ գցվել էր երկիր մինչև Ադամի ստեղծվելը։ Սատանան ատում էր Աստծո իշխանության պսակը կրող մարդուն, քանի որ ինքը հայտնվել էր նրա իշխանության ներքո։
Այժմ Սատանան ստիպված էր հպատակվել այդ արարածին, որն իր ստեղծված բնական նյութական վիճակում շատ ավելի թույլ էր իրենից։ Այնուամենայնիվ հոգևոր առումով ամեն մի բառ, որ Ադամն ասում էր, ուներ նույն իշխանությունը, ինչ եթե անձամբ Աստված ասեր դա։ Ադամը, Աստծո որդին, տիրում էր այս երկրի վրա իշխանության և վեհության զարմանալի դիրքից։ Այնպես որ Սատանան ատում էր մարդուն և սաստիկ ցանկանում էր ստանալ նրա իշխանությունն այս երկրի վրա։ Նա ուներ միայն մեկ տարբերակ՝ ինչ-որ կերպով խլել մարդուց նրա պսակը կամ այն դիրքը, որը նա զբաղեցնում էր։ Այնուամենայնիվ կար մի փոքր խնդիր՝ Սատանան չուներ զորություն այդ պսակն Ադամից խլելու համար։ Նրա միակ հույսը մարդուն ինչ-որ կերպով խաբելն էր, որպեսզի Ադամն ինքը հաներ իր վրայից այդ պսակը։ Նա համոզեց Եվային, որ Աստծուն չէր կարելի վստահել, և որ կյանքը կարող էր առաջարկել նրանց շատ ավելին, քան այն, ինչ Աստված էր թույլ տալիս։ Ադամն ու Եվան որոշեցին հավատալ Սատանային ավելի, քան Աստծուն, և դավաճանություն գործեցին Աստծո դեմ։ Արդյունքում նրանք կորցրին իրենց օրինական իշխանությունն Աստծո թագավորության մեջ, իսկ Սատանան դարձավ այս աշխարհի աստվածը, ինչպես որ Պողոսն անվանում է նրան 2 Կորնթացիների հետևյալ խոսքում, որոնցում այս աշխարհի աստվածն այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է։ 2 Կորնթացիների 4:4։ Մինչև իր ապստամբությունը Ադամը վայելում էր որդիության առավելությունները։ Նա վայելում էր այն ամենը, ինչը պատկանում էր Աստծուն, նա նույնիսկ մեկ օր չէր ապրել կարիքի մեջ և չէր ունեցել նույնիսկ վախի նշույլ։ Այն, ինչ անհրաժեշտ էր երկիր մոլորակի վրա ապրելու համար, արդեն իսկ տրվել էր իր ստեղծվելուց առաջ։ Մտորելով Ծննդոց գրքում նկարագրված աշխարհի արարման 6 օրվա շուրջ, կտեսնենք, որ մարդը ստեղծվեց արարչագործության 6-րդ օրվա վերջում, և նա Աստծո արարչագործության ծրագրի վերջին մասն էր։ Նա նախասահմանված էր ապրելու 7-րդ օրվա մեջ, որն Աստված հռչակեց հանգստի օր։ Աստված չարեց դա, որովհետև ինքը հոգնել էր, այլ որովհետև ինքն ավարտել էր իր գործը և ամեն ինչ լիարժեք էր։ Մի պահ մտածեք Աստծո ավարտված աշխատանքի մասին և այն փառավոր ծրագրի մասին, որը նա որոշել էր մարդու համար։ Ցավոք, Ադամը թողեց այդ ամենը և արդյունքում կորցրեց իր օրինական դիրքն Աստծո թագավորության մեջ։ Մոտենալով Ադամին այն բանից հետո, երբ նա որոշեց անհնազանդ լինել, Աստված ասաց նրան. «Անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով կամ տանջալի աշխատանքով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում, և նա փուշ ու տատասկ բուծցնի քեզ համար և դաշտի խոտն ուտես։ Երեսիդ քրտինքով հաց ուտես, մինչև որ ետ դառնաս դեպի երկիրը, որովհետև նրանից առնվեցիր, նրա համար որ հող էիր դու, և դեպի հողը դառնաս»։ Ծննդոց 3 գլուխ 17-19 խոսքեր։ Առաջին բանը, ինչը ուզում եմ, որ հասկանաք, հետևյալն է. Աստված չանիծեց երկիրը, Ադամն անիծեց այն։ Նա ուներ կատարյալ իշխանություն երկրի վրա։ Երկիրը հանձնված էր նրա խնամքին։ Ունենալով լիարժեք և բացարձակ իշխանություն երկրի վրա, Ադամը դավաճանություն գործեց Աստծո իշխանության դեմ և ըստ էության հեռացրեց Աստծուն։ Այդ որոշումն անասելի հետևանքներ ունեցավ ոչ միայն Ադամի համար, այլև ամբողջ երկրի համար, յուրաքանչյուր տղամարդու և կնոջ համար, որոնք ապրեցին այս երկրի վրա դրանից հետո։ Թեև նա դեռ պահպանում էր իր իրավասությունը Աստծո կողմից իրեն տրված երկրային տիրույթում, նա արդեն անկարող էր իշխել իր պսակի և կառավարման դիրքից, որն ինքը մի ժամանակ ներկայացնում էր և որը սատարում էր իր իշխանությանը։ Քանի որ Ադամը բաժանվեց կյանքից, մահը, որն օտար էր նրա համար, սկսեց իշխել։ Աստված հանդիմանեց Ադամին ցույց տալով, թե ինչ նա արեց, և ասաց նրան, որ առաջինը իր մեղքի պատճառով նա կորցրեց իր օրինական դիրքն Աստծո կառավարման մեջ։ Եվ քանի որ Ադամն այդ կառավարման ներկայացուցիչն էր երկիր մոլորակի վրա, երկինքը կորցրեց իր օրինական ներկայացուցչությունը, որի միջոցով այն իրավասություն ուներ երկրի վրա։ Երկրորդը, երկիրն ինքն ազդեցություն կրեց դրանից, և նա այլևս չէր մատակարարելու այնպես, ինչպես նախկինում Եդեմի պարտեզի ժամանակ։ Այժմ անհրաժեշտ էր լինելու Ադամի տանջալի աշխատանքը և երեսի քրտինքը, որպեսզի երկիրը տար այն, ինչ անհրաժեշտ էր նրան իր գոյության համար։ Այժմ փշերը և տատասկները ծածկելու էին դաշտերը և կյանքը դժվարանալու էր։
կյանքը վերածվելու էր գոյատևման։ Ես անվանում եմ այս դժվարին կյանքը և գոյատևման մտածելակերպը ներծծված վախի և մահվան գարշահոտությամբ, որը ծանրանում է Ադամից հետո ծնված յուրաքանչյուր մարդու վրա, այս երկրի անեծքի համակարգը։ Մենք մեծացել ենք հենց այդ միջավայրում և քաջ ծանոթ ենք այս գոյատևման համակարգին։ Դավիթն անվանում է այն մահվան շուքի ձոր 23-րդ Սաղմոսում։ Թեև գնամ մահի շուքի ձորով, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Սաղմոս 23:4։ Մեր երկրային մթնոլորտը համակված է մահվան վախով, բայց կա ևս մեկ բացասական հետևանք։ Մարդը կորցնում է իր շփումն Աստծո հետ և հետևաբար չի ճանաչում ինքն իրեն, այսինքն չի գիտակցում իր նպատակը և ինքնությունը։ Երբ ստեղծվեց մարդը, նա ստացավ նպատակ և առաջադրանք։ Նա պետք է տիրեր երկրում Աստծո անունից։ Այլ կերպ ասած, Աստված առաջադրանք և նպատակ էր տվել նրա կյանքի համար։ Բայց այժմ մարդու մտածելակերպն ամբողջությամբ անցում է կատարել գոյատևմանը։ Գոյատևումը դարձել է նրա նպատակը և նոր առաջադրանքը։ Այժմ յուրաքանչյուր որոշում, որը մարդը կայացնում է, զտվում է այս գոյատևման անեծքով։ Նրա նպատակը կամ միջոցներ հայթայթելն է, կամ դրանք կուտակելը։ Խաղաղություն չկա, ամեն օրը լի է տանջալի աշխատանքով և քրտինքով։ Միակ հնարավոր փախուստն այս գոյատևումից, այս առնետավազքից, ինչպես որ այն անվանում են այսօր, այն է, որ մենք ինչ-որ կերպով կարողանանք կուտակել բավականաչափ միջոցներ, որպեսզի վերջապես դադարենք վազել։ Սա յուրաքանչյուր տղամարդու և կնոջ երազանքն է մարդու անկումից ի վեր։ Նրանց գլխավոր նպատակն իրենց վազքը դադարեցնելն է։ Այն մարդը, ով այնքան հաջողակ է գտնվում, որ կարողանում է հավելյալ միջոցներ ձեռք բերել, սկսում է կուտակել և մեծ զգուշավորությամբ պահպանել դրանք։ Այդ մարդիկ կառչում են իրենց միջոցներից դրանք կորցնելու մեծ վախով, քանի որ եթե դա տեղի ունենա, նրանք կրկին ստիպված կլինեն վերադառնալ տանջալի աշխատանքով և քրտինքով լի վազքին։ Մարդու երազանքը, նրա գոյատևման նպատակը, ինչպես արդեն ասացի, հետևյալն է. հայթայթել բավականաչափ միջոցներ, որպեսզի նա դադարեցնի ստրկական վազքը գոյատևման համար և հանգիստ գտնի։ Ես ուզում եմ վստահ լինել, որ դուք հստակ գիտակցում եք այս փաստը։ Այս երկրային գոյատևման անեծքի համակարգում յուրաքանչյուրը հոգնել է վազքից։ Հիշում եմ, որ մի առավոտ նստած զրուցում էի մի հովվի հետ։ Ամեն առավոտ արթնանալով նա ասում էր, որ սիրում էր իր ծառայությունը, քանի դեռ չէր հիշում իր ֆինանսական վիճակը, պարտքերը և միջոցների սղությունը։ Նա պատմում էր, որ ֆինանսական խնդիրները նման են թաց ծածկոցի, դրանք փորձում են խեղդել կյանքը և զրկել ուրախությամբ ծառայելուց։ Այնպես չէ, որ միայն հովիվներն են նման նեղություններ կրում։ Այսպես է ապրում ընտանիքների մեծ մասը, պարտքերի մեջ և աշխատավարձից աշխատավարձ։ Յուրաքանչյուրը ելք է փնտրում։ Եվ միակ ելքը հարստությունն է, երբ մարդն ունի ավելին, քան բավական է։ Այս երկրային անեծքի համակարգում ինքնությունը որոշվում է այն բանով, թե ինչ ունեք և որքան կարող եք վաստակել։ Առաջին հերթին մարդը հուսահատորեն փորձում է ծածկել իր մերկությունը, Աստծուց իրեն տրված նպատակը և ինքնության կորուստը, և կեղծիք է ընտրում։ Նա փորձում է փոխարինել Աստծո օծությունը, որը մի ժամանակ ծածկում էր իրեն աներևակայելի փառքով և հարստությամբ։ Երկրորդը, նա նույնպես փորձում է փոխարինել իր պատվավոր թագավորական դիրքը, որով նա իշխում էր Աստծո թագավորության մեջ, այս կյանքի հպարտությամբ և այլ մարդկանց իշխելով։ Այժմ մարդը կլանված է մեկ բանով՝ հարստություն գտնելով և կուտակելով։ Մարդու ինքնությունը որոշվում է այն բանով, թե որքան հարստություն ունի և որքան իշխանություն կարող է գործադրել այլ մարդկանց վրա։ Հասարակական կարգավիճակը և դիրքը շատ կարևոր են անկում ապրած մարդու ինքնագնահատականի համար։ Մտածեք այս մասին։ Որպես կանոն, ինչ են տղամարդիկ հարցնում միմյանցից առաջին հերթին. Ինչո՞վ եք դուք զբաղվում։ Ինչու՞։ Միթե մեզ իրականում հետաքրքրում է դա։ Ոչ այնքան, բայց այդ հարցը որոշում է մեր հարգանքի մակարդակն այդ մարդու հանդեպ։ Այլ կերպ ասած, մենք հարցնում ենք ինքներս մեզ. ով է այս մարդը, ինչ դիրք կամ աստիճան նա ունի այս աշխարհում, որքան հարգանք պետք է ցուցաբերեմ նրա հանդեպ։ Կանայք, ես ասում եմ այս ամենը տղամարդկանց տեսանկյունից։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորովին այլ կերպ եք դիտարկում մարդու ինքնությունը։ Այսօր այս երկրի անեծքի համակարգը դեռևս գործում է։
Մարդիկ անցկացնում են իրենց բոլոր որոշումները փող հայթայթելու և կուտակելու զտիչով։ Մարդիկ տեղափոխվում են իրենց երկրից ավելի լավ վճարվող աշխատանք գտնելու համար և նույնիսկ չեն մտածում այն մասին, թե որն է իրենց նպատակը։ Յուրաքանչյուրն ուզում է ռոքհաստղ լինել։ Ինչու՞։ Ինքնություն, դիրք և հարստություն ստանալու համար։ Հազարավոր միջին դպրոցականների միջև հարցում էր անցկացվել այն մասին, թե ինչով նրանք կցանկանան զբաղվել, երբ մեծանան։ Նրանցից 65%-ն ասել է, որ իրենց զբաղվածության նպատակը հայտնի լինելն է։ Հայտնի։ Որքանով տեղյակ եմ, հայտնի լինելն ինքնին զբաղվածություն չէ։ Եվս մեկ հարցում ցույց է տվել, որ աշխատող մարդկանց գրեթե 30%-ն ատում է իրենց աշխատանքը։ Իսկ այլ հարցում պարզել է, որ մարդկանց 40%-ը չի սիրում իրենց աշխատանքը։ Այնպես որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատող մարդկանց 70%-ին դուր չի գալիս այն, ինչով իրենք զբաղվում են։ Այդ դեպքում ինչու են նրանք շարունակում կատարել այդ աշխատանքը։ Պատճառն այն է, որ նրանք գոյատևման ստրուկներ են, որոնք գտնվում են տանջալի աշխատանքով և քրտինքով վազքի մեջ պարզապես գոյատևելու համար։ Այս աշխատող մարդկանցից շատերի կյանքում բացակայում է որևէ նպատակ և ձգտում, նրանց դրդապատճառն իրենց հաշիվները փակելն է։ Փող հայթայթելու նպատակին ստրկացված լինելը գրեթե տեղ չի թողնում այլ տարբերակների համար։ Նա, ով ամենաշատն է վճարում, հաղթում է ամեն անգամ։ Սա կոչվում է առնետավազք։ Ահա թե որտեղ ենք մենք ապրում։ Մտովի պատկերացրեք փայտե անիվի մեջ գտնվող մկան, որը վազում է լարելով ուժերը, սակայն ոչ մի տեղ չի գնում։ Մենք ծիծաղում ենք և կարծում ենք, թե դա զվարճալի է, բայց իրական կյանքում դա զվարճալի չէ, բոլորովին զվարճալի չէ։ Մարդիկ մահանում են այդ անիվի մեջ և այդպես էլ չեն հասնում այնտեղ, որտեղ հասնելու հույս ունեին։ Եվ մի փնտրեք այն, թե ինչ եք ուտելու կամ խմելու, մի անհանգստացեք այդ մասին, որովհետև հեթանոս աշխարհն է վազում այդ ամենի ետևից, իսկ ձեր Հայրը գիտի, որ դրանք պետք են ձեզ, բայց փնտրեք նրա թագավորությունը, և այդ բաները ձեզ նույնպես կտրվեն։ Ղուկասի 12:29-31 խոսքեր։ Տանջալի աշխատանքով և քրտինքով վազելը միակ համակարգն է, որը մենք ճանաչում ենք։ Եթե ասեի ձեզ, որ դուք պետք է ազատվեք պարտքից, այսինքն դուք պետք է լիովին ազատվեք ձեր պարտքից 12 ամսում, հակառակ դեպքում ձեր ընտանիքին հավիտյան արտաքսելու են հյուսիսային բևեռ, ես բերում եմ ծայրահեղ օրինակ իմ ասելիքը հասկանալի դարձնելու համար, ինչ կանեիք։ Կասեմ ձեզ, թե ինչ կանեիք։ Դուք անմիջապես ծրագիր կկազմեիք ավելի արագ քրտնելու և վազելու համար։ Դուք կասեիք, ես կարող եմ ընդունվել ևս 2,5 դրույքով աշխատանքի, կինս նույնպես կարող է ընդունվել 2,5 դրույքով աշխատանքի։ Երեխաներս նույնպես կարող են օգնել մեզ։ Պատճառն այն է, որ տանջալի աշխատանքի և քրտինքի համակարգը մատակարարման միակ համակարգն է, որի մասին դուք գիտեք։ Թույլ տվեք բերել ևս մեկ օրինակ այս համակարգի մասին։ Պատկերացրեք, որ ես վազում եմ ձեր փողոցով և գտնում եմ մի դարչնագույն թղթե տոպրակ ձեր տան հակառակ կողմում, որի մեջ $10 միլիոն կա։ Ես այնպես եմ ոգեշնչվում, բայց այդ մասին պետք է զեկուցեմ ոստիկանությանը։ Եվ քանի որ ես ճանաչում եմ ձեզ, գալիս եմ ձեր տուն և ձեր տնից զանգելու թույլտվություն եմ խնդրում։ Ես զանգում եմ ոստիկանական բաժանմունք, մինչ դուք կանգնած լսում եք ինձ։ Ես պատմում եմ նրանց, թե ինչ եմ գտել, և կարճ լռությունից հետո, երբ նրանք ստուգում են իրենց տվյալները, ասում են ինձ, որ ոչ ոք չի ահազանգել նրանց կորած փողի մասին։ Եվ ես կարող եմ ինձ պահել այդ գումարը։ Չեմ կարծում, որ նրանք այդպես կասեին, բայց իմ օրինակի համար այդպես է պետք։ Երբ նրանք ասում են դա, ես ցատկում եմ և գոչում ուրախությունից, ապա փոխանցում եմ ձեզ նրանց խոսքերը և չեմ կարողանում զսպել իմ ուրախությունը։ Դուք քաղաքավարիորեն ժպտում եք, մինչ ես ուրախությամբ լցված բացատրում եմ ձեզ այդ ամենը, բայց ինչ կանեք այդ օրվա ընթրիքի սեղանին, երբ պատմեք այդ պատմությունը ձեր կնոջը։ Կժպտաք։ Չեմ կարծում։ Դուք կասեք, դա արդար չէ։ Դուք գուշակեցիք այս բառը, այնպես չէ։ Ինչ իմացաք, որ ճիշտ պատասխանն արդար բառն է։ Քանի որ դուք այդպես եք դաստիարակվել, դուք մեծացել եք այդ համակարգում, ըստ որի ամեն ինչ արվում է տանջալի աշխատանքով և քրտինքով։ Իմ օրինակում ես փող գտա առանց որևէ ջանքի, ինչը հակառակ է այդ համակարգին։ Դա արդար չէ։ Դա արդար չէ, քանի որ ես չէի աշխատել այդ փողը վաստակելու համար։ Ես պարզապես գտել էի այն։
Գիտակցելով, որ ձեզ հավանաբար բախտը երբեք այդպես չի ժպտա, դուք լցվում եք նախանձով և դառնությամբ, քանի որ շարունակելու եք ապրել հարկադրված ստրկության մեջ, որպեսզի գոյատևեք։ Ի տարբերություն դրա, եթե մեկ օր ես եկեղեցի գայի կեղտոտ և պատռված հագուստով, բարձրանայի ամբիոնի մոտ և ասեի. «Մեզ մոտ դա ստացվեց», վերջին 10 տարում Դրենդան և ես աշխատում էինք օրը 22 ժամ և վերջապես վճարեցինք մեր տան համար, դահլիճը կպայթեր ցնծության ձայներից և ծափահարություններից։ Ինչու՞։ Քանի որ ինչ-որ մեկի մոտ դա ստացվեց և դուք խրախուսական համարեցիք դա։ Ինչ-որ մեկին դա հաջողվեց, նշանակում է կա ելք։ Միգուցե մենք կարող ենք սեղմել մեր ատամները, քշտել մեր թևքերը, գին վճարել և նույնպես ազատ լինել։ Բայց ինչու ոչ ոք չէր գոչի և չէր ծափահարի այն դեպքում, եթե ես գտնեի մայթին գցված փողը։ Եվ ինչու դուք այդքան հեշտությամբ գուշակեցիք այդ բաց թողնված բառը։ Պատճառն այն է, որ դուք այդպես եք մտածում և այդպես էլ երազում եք։ Մեզ սովորեցրել են, որ ինչ-որ բան արդար է միայն տանջալի աշխատանքի և քրտինքի դեպքում։ Փողն առանց ծանր աշխատանքի արդար չէ։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուրը երազում է ազատվել այդ տանջալի աշխատանքի և քրտինքի համակարգից։ Հարուստ դառնալը, միլիոնատեր լինելը այն միտքն է, որը տանջում է մեծամասնությանը։ Այսօր $1,000,000-ն այն չէ, ինչ անցյալում, բայց միայն որպես թիվ այն դեռ հարստություն է խորհրդանշում։ Հարստությունն ընձեռում է ազատ լինելու հնարավորություն, ի հակադրություն այն ամենօրյա կյանքի, որով ապրում է մարդկանց մեծ մասը։ Բոլորն են հոգնել վասկից, և $1,000,000 ունենալը կնշանակեր, որ նրանք կանգ կառնեին և վերջապես կզբաղվեին այն բանով, ինչ իրենք են ցանկանում։ Մտածեք այս մասին. ո՞րն է վիճակախաղի հրապուրանքը։ Ազատությունը։ Ազատություն, որը թույլ կտա ձեզ ընտրել այն, ինչ ցանկանում եք, կայացնել որոշումներ, որոնք չեն պտտվում հաշիվներ փակելու և ապրուստ վաստակելու շուրջ։ Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր հաղորդումը մեծ համբավ է վայելում։ Այն գրավիչ է, քանի որ յուրաքանչյուրը երազում է այդ ազատության մասին։ Դիտելով այդ հաղորդումը, մարդիկ զգացմունքորեն ներգրավվում են, ուրախանալով մասնակցի համար և հուսալով, որ նրան կհաջողվի հաղթել։ Մի պահ փոխենք մեր թեման։ Գողության ամենապարզ սահմանումը նույնպես առանց աշխատելու մատակարարում ստանալն է։ Ինչ-որ իմաստով, թեև խեղաթյուրված, այն նույնպես առաջարկում է ազատություն այս աշխարհի անեծքի համակարգից։ Այսպիսով եկեք պարզապես համաձայնենք, որ յուրաքանչյուրը ցանկանում է դադարեցնել վասկը։ Բայց արդյոք կա ելք։ Գոյություն ունեն բազմաթիվ ֆինանսական խարդախության սխեմաներ։ Ես օրական առնվազն 10 էլեկտրոնային նամակ եմ ստանում արտասահմանում ապրող մարդկանց ողբերգական պատմություններով։ Նրանք գրում են, որ $20 միլիոն են ժառանգել, բայց իրենց պետք է ինչ-որ մեկը, ով կօգնի պահել այդ գումարն ապահով վայրում։ Նրանք առաջարկում են այդ գումարի կեսը, միայն թե ես համաձայնեմ ընդունել և պաշտպանել այդ միջոցները։ Իհարկե, դրանից հետո նրանք ուղարկում են ինձ էլեկտրոնային հասցե և խնդրում են ուղարկել փոքր գումար կազմող հայտի մշակման վճար, փոխանցման վճար, ապահովագրության վճար կամ ինչ էլ որ նրանք անվանեն դա, ինչը պահանջվում է իրենց ժառանգությունը ստանալու համար։ Դուք լուրջ եք ասում։ Միթե ես նման եմ հիմարի։ Ինձ զանգեց մի հաճախորդ, որին անհրաժեշտ էր խորհրդատվություն ներդրումների համար։ Ես տվեցի նրան իմ սովորական հարցերը և պարզեցի, որ նա ուներ մոտավորապես $5 միլիոն ներդրումների համար։ Նա ասաց, որ այդ պահին այդ գումարը դեռ իր մոտ չէ, բայց ստանալու է այն որպես ժառանգություն։ Ես հարցրի նրան, թե իր կարծիքով որքան ժամանակում կկարգավորվի իր ժառանգության հարցը, և նա ասաց, որ գրեթե 2 շաբաթվա ընթացքում։ Ես զանգեցի նրան 2 շաբաթ անց, իսկ նա ասաց, որ անհրաժեշտ էր ավելի շատ ժամանակ։ Նա չէր կարողանում վերցնել այդ ժառանգությունը մի եվրոպական բանկից, որն արգելանք էր դրել այդ միջոցների վրա։ Դա գրավեց իմ ուշադրությունը, և ես սկսեցի հարցեր տալ նրան։ Նա ասաց, որ մի մարդ, որը ինչպես ենթադրվում է իր քեռին էր, մահացել էր Ֆրանսիայում և $5 միլիոն ժառանգություն էր թողել իրեն։ Այնուամենայնիվ, կային $50,000 հարկային պարտավորություններ, որոնք պետք էր վճարել, մինչև որ այդ ժառանգությունը կփոխանցեին իրեն։ Նա ասաց, որ դեռ փորձում է այդքան գումար գտնել և դիմել է հիփոթեկային վարկ ստանալու համար։ Ես հարցրի, թե իրավաբան ունի, և նա ասաց. այո, այս հարցով զբաղվում է այն իրավաբանը, որը զանգեց ինձ Ֆրանսիայից։
Այսինքն դուք չունեք ամերիկյան իրավաբան, որը զբաղվում է դրանով։ Ոչ, ասաց նա, միայն այն մարդը, ով զանգեց ինձ Ֆրանսիայից։ Նա շարունակեց ասելով, որ քանի որ չի կարողացել գտնել այդ $50,000, Ֆրանսիայում գտնվող այդ իրավաբանն ասել է, որ կտա իրեն այդ գումարի կեսը, իսկ ինքը կվերադարձնի դա, երբ բանկը փոխանցի իր ժառանգության գումարը։ Ոչ, ասացի ես, դա խարդախություն է։ Թեև նախկինում նա ոչ մի անգամ չէր լսել այդ ենթադրյալ քեռու մասին, նա համոզված էր, որ այդ մարդը ճիշտ է։ Ես զանգեցի նրան ևս 2 շաբաթ անց, եւ նա ասաց, որ գտել է գրեթե ամբողջ գումարը այդ բանկին փոխանցելու համար։ Կրկին ես ասացի նրան. այդ հաշվին արդեն $5 միլիոն կա։ Եթե նրանք իսկապես հարկային պահումների կարիք ունենային, պարզապես կուղարկեին ձեզ մի ձև էլեկտրոնային փոստով կամ արագ փոստով, որը դուք կստորագրեիք, եւ ետ կուղարկեիք լիազորելով նրանց վերցնել այդ $50,000 այդ հաշվից։ Բայց նա չհավատաց ինձ եւ համոզված էր, որ այդ մարդը ճիշտ էր խոսում։ Անցած կիրակի մեր եկեղեցում տեղի ունեցավ նման մի դեպք։ Մի երիտասարդ հարցնում էր ինձ ներդրումների մասին, մոտավորապես նույն չափի գումարով, որը նա ստանալու էր այլ աշխարհամասում ունեցած ժառանգությունից։ Ես թույլ չտվեցի նրան ավարտել իր նախադասությունը ասելով. Գիտեմ, նրանք ուզում են, որ ինչ-որ վճարում անես, որպեսզի փոխանցեն քո գումարը, ճիշտ է։ Այո, որտեղից գիտեք։ Ես ասացի նրան նույնը, որ դա խարդախություն է։ Թեև նա չէր ճանաչում այն մարդուն, ով ենթադրաբար մահացել էր եւ չուներ իրավաբան այստեղ ԱՄՆ-ում, նա դեռ շարունակում էր ընդդիմանալ իմ ասածին, որ այդ գումարն իրականում չկար։ Ինչու են մարդիկ հավատում նման բաների, քանի որ նրանք ուզում են ազատ լինել։ Նրանք չեն կարողանում հրաժարվել այդ գաղափարից, քանի որ իրենց մտքում, եթե նույնիսկ դրա հավանականությունը հավասար է 1/10-ականի, 1 միլիարդից, նրանք ուզում են հավատալ դրան։ Թույլ տվեք մեկ այլ օրինակ բերել։ Դրենդային եւ ինձ պատկանող ֆինանսական ծառայություններով զբաղվող ընկերությունը գործում է ամբողջ ԱՄՆ-ում։ Դա հրաշալի ընկերություն է։ Այն իրական հնարավորություններ է ընձեռում։ Ես ունեմ աշխատակիցներ, որոնք տարեկան մի քանի $100,000 են վաստակում։ Բայց իմ ընկերությունում աշխատելու համար անհրաժեշտ է շատ բան սովորել։ Մենք զբաղվում ենք մարդկանց ֆինանսներով, կան օրենքներ, որոնք անհրաժեշտ է իմանալ, եւ կան ֆինանսական պլանավորման մարտավարություններ, որոնք անհրաժեշտ է սովորել։ Ես ռադիոգովազդներ էի պատվիրել Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքում գտնվող մի քրիստոնեական ռադիոեթերով, որպեսզի ռեզյումեներ ստանայի մարդկանցից, քանի որ ցանկանում էի մի քանի հեռանկարային թեկնածու գտնել իմ ընկերության համար։ Մեզ դիմեց մոտավորապես 50 մարդ։ Անմիջապես հարցազրույցներ կազմակերպելու փոխարեն ես որոշեցի նախնական հանդիպում կազմակերպել մոտակա մի հյուրանոցում, ինչը կօգներ ինձ առանձնացնել հնարավոր թեկնածուների։ Այդ հանդիպման ընթացքում ես ներկայացնելու էի այն մեծ ներուժը, որը մեր ընկերությունն ուներ գործարար ոլորտում, եւ որ մեր դիրքորոշումն էր ոչ միայն խորհրդատվություն տալ այն մասին, թե ինչպես են գործում ֆինանսները, այլև ներկայացնել դա քրիստոնեական աշխարհայացքի տեսանկյունից։ Մենք նույնպես ներկայացրինք մեր ընկերության գործունեությունը ընթացակարգերի, փոխհատուցումների, ուսուցման եւ լիցենզավորման պահանջների տեսանկյունից։ Իմ փորձառությունից ես գիտեի, որ իմ թեկնածուներից շատերը կհրաժարվեին, հասկանալով, թե որքան աշխատանք էր պահանջվելու տարեկան $200,000 վաստակելու համար։ Հանդիպումից հետո դուրս եկա այդ սրահից եւ տեսա, որ հյուրանոցի գլխավոր դահլիճը լեփ-լեցուն է։ Ավելի քան 1000 մարդ կար։ Բոլորը եկել էին միևնույն պատճառով։ Մի հայտնի բազմաշերտ մարքեթինգային ընկերություն շնորհանդես էր անցկացնում առաջարկելով միանալ իրենց ընկերությանը։ Բայց ինչու էր այդտեղ այդքան շատ մարդ, իմ սրահում հավաքված 50 մարդու համեմատ։ Պատասխանը պարզ է՝ փողը։ Դժբախտաբար, եւ դա ըստ էության այն չէր, ինչ առաջարկում էր այդ բազմաշերտ ընկերությունը, մարդկանց պատկերացումն այսպիսին էր. եթե գրանցվեմ, կգտնեմ 3 մարդու եւ հոպ, ես միլիոնատեր կդառնամ։ Ես արդեն բավականին ժամանակ է հետևում եմ գործարար աշխարհին, հասկանալու համար, որ ցանկացած մարդ, ով մեծ գումարներ է վաստակում բազմաշերտ ընկերություններում, մեծ աշխատանք է կատարում։ Այո, այդտեղ կա ներուժ, բայց կրկին մարդիկ ենթադրում են, որ հեշտ փող են վաստակելու եւ մտածում են, տես թե որքան մարդ կա այստեղ, եթե ես չգրանցվեմ հիմա, բաց կթողնեմ իմ ամբողջ կյանքի հնարավորությունը։
Խնդրում եմ, սխալ մի հասկացեք ինձ։ Ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնք միլիոններ են վաստակել նման ընկերություններից և գոյություն ունեն շատ լավ բազմաշերտ մարքեթինգային ընկերություններ։ Բայց ես պարզապես նկարագրում եմ այն մտածելակերպը, որն ունի այնտեղ դիմող միջին մարդը։ Հեշտ եկամուտ առաջարկելը մեծ գումարներ է բերում այս երկրային գոյատևման անեծքի համակարգում։ Եթե դուք մի պահ կանգ առնեք և հարցնեք ձեզ, թե որքան եք մտածում փողի մասին, թե այն ձեռք բերելու, թե ձեր ունեցածը պաշտպանելու համար, կզարմանաք։ Ես կրկին կասեմ դա, պարզապես որպեսզի դուք հասկանաք։ Բոլորն են ցանկանում դադարեցնել իրենց վազքը և մարդիկ հոգնել են ապրել միայն գոյատևման համար։ Շաբաթավերջի հրապուրանքն այն է, որ մենք կարող ենք դադարեցնել մեր վազքը։ Արձակուրդի հրապուրանքն այն է, որ մենք կարող ենք դադարեցնել մեր վազքը։ Թոշակի անցնելու հրապուրանքն այն է, որ մենք վերջապես կարող ենք դադարեցնել մեր վազքը և անել այն, ինչ ցանկանում ենք։ Սխալ մի հասկացեք ինձ։ Մարդկանց մեծ մասը չի ցանկանում պարզապես նստել և ոչինչ չանել։ Եվ ես չեմ ասում, որ դա է Աստծո կամքը ձեզ համար։ Ոչ, մենք ստեղծված ենք, որպեսզի կատարենք մեր առաջադրանքը մեզ համար պատրաստված եզակի նպատակը։ Դժբախտաբար մարդկանց մեծ մասը այնքան է զբաղված գոյատևման վազքով, որ արդեն տարիներ շարունակ հրաժարվել է իր երազանքներից։ Ես համոզված եմ, դուք լսել եք, որ մարդիկ ասում են, կամ միգուցե ինքներդ եք ասել, ես ստիպված եմ գնալ աշխատանքի այսօր։ Ինչպես արդեն հասկացել եք, մարդիկ զգացմունքորեն լավ վիճակում չեն, եթե նրանք ստիպված են գնում աշխատանքի։ Այնուամենայնիվ նրանք ծաղկում են, երբ ցանկանում են և ձգտում են գնալ աշխատանքի, և եռանդով ու նվիրմամբ են կատարում այն, ինչով իրենք զբաղվում են։ Սովորաբար մարդկանց մեծ մասն այսպես չի ապրում։ Փոխարենը նրանք ասում են, ես ստիպված եմ գնալ աշխատանքի այսօր։ Պարզապես գումար վաստակելու համար անցկացնելով աշխատանքի վայրում ևս մեկ օր, գոյատևելով և հազիվ ծայրը ծայրին հասցնելով ևս մեկ օր։ Սկզբում շատերը լցված էին լավատեսությամբ և ոգևորությամբ, այն աշխատանքը, որը նրանք կատարում էին իրենց հաշիվները փակելու համար, ժամանակավոր էր, մինչև կորոշեին, թե ինչով պետք է զբաղվեն։ Սակայն կյանքն ավելի ու ավելի անորոշ էր դառնում, և արդեն 40-ից հետո նրանք հասկացան, որ այլևս ելք չունեն։ Դա կոչվում է միջին տարիքի ճգնաժամ, երբ կյանքում առաջին անգամ մարդը հասկանում է, որ ծուղակի մեջ է։ Իմ ընկեր, սա այն կյանքը չէ, որն Աստված որոշել է ձեզ համար։ Դուք արդեն գիտեք այս մասին։ Բայց հենց այս խղճալի ապագայից խուսափելու համար է, որ Դրենդան և ես տարիներ շարունակ ասում ենք, որ եթե դուք չլուծեք ձեր ֆինանսական խնդիրները, երբեք չեք գտնի ձեր կյանքի եզակի նպատակը։ Եթե դուք չլուծեք ձեր ֆինանսական խնդիրները, մինչև ձեր կյանքի ավարտը հարկադրված կլինեք ապրել այս երկրային գոյատևման անեծքի համակարգի մտածելակերպով։ Եթե դուք չլուծեք ձեր ֆինանսական խնդիրները, դուք երբեք չեք բացահայտի այն նպատակը, որի համար ստեղծված եք։ Որպես համեմատություն խոսենք այն մասին, թե ինչպիսին կարող է լինել ձեր կյանքը։ Խոսենք ձեր նախասիրության մասին։ Պատկերացրեք, որ այն գոլֆն է։ Դուք երբևէ լսել եք, որ ինչ-որ մեկն ասի. «Գրողը տանի, այսօր ես պետք է գնամ գոլֆ խաղալու»։ Կամ դուք երբևէ լսել եք. «Գրողը տանի, արդեն ուրբաթ երեկո է, ես ատում եմ ուրբաթ երեկոները, երանի հիմա երկուշաբթի առավոտ լիներ, որպեսզի ես վերադառնայի աշխատանքի»։ Կամ պատկերացրեք, որ ձեր նախասիրությունը ձկնորսությունն է։ Միթե ես երբևէ կլսեի ձեզնից. «Գրողը տանի, այսօր ես պետք է ձկնորսության գնամ»։ Ոչ, կասկածում եմ, որ երբևէ կլսեի դա, քանի որ դուք ձգտում ունեք այդ զբաղմունքի հանդեպ։ Ինչ տեղի կունենար, եթե ապրեիք նույն եռանդով ու նվիրումով ձեր գործի հանդեպ, եթե կարողանայիք իրականացնել ձեր ձգտումները և գտնեիք ոչ թե տանջալի աշխատանքի տեղը, այլ ձեր ամենից արդյունավետ տեղը կյանքում։ Ինչ տեղի կունենար, եթե դուք ունենայիք անհրաժեշտ գումար հոգալու ձեր ընտանիքի մասին և ապրելու ֆինանսական ճնշումներից ազատ։ Արդյոք իրականում հնարավոր է անել դա։ Դրենդան և ես պարզեցինք, որ դա հնարավոր է։ Տիրոջ օրհնությունը հարստություն է բերում, և նա նեղություն չի ավելացնում դրան։ Առակաց 10:22։ Ժամանակ տրամադրեք և դանդաղորեն կարդացեք այս խոսքը։ Եբրայերենը բառացիորեն նկատի ունի հարստություն առանց տանջալի աշխատանքի։ Դուք հասկանում եք,
Աստծո թագավորությունը ելք է առաջարկում այն տանջալի աշխատանքի և քրտինքի համակարգից, որը մենք ստացանք Ադամի պատճառով։ Հնարավոր է արդյոք, որ այս խոսքը նշանակի ինչ-որ այն նկատի ունի։ Դուք կհամաձայնեք, որ եթե այդպես է, նշանակում է դուք հենց նոր կարդացիք երկար ժամանակվա ընթացքում ձեր լսած լավագույն բարի լուրը։ Եվ այդպես էլ կա։ Ահա թե ինչու Եսայի 61-ը, որը մարգարեաբար ներկայացնում է Հիսուսին և այն, ինչ նա անելու է իր ծառայության մեջ, հայտարարում է. «Գերիշխան Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ ազդարարելու բարի լուրը աղքատներին»։ Եսայի 61:1։ Ո՞րն է բարի լուրը այն մարդու համար, ով գտնվում է այս երկրի անեծքի համակարգի գոյատևման ծուղակում։ Իհարկե, ֆինանսական ազատությունը։ Հիսուսը բառացիորեն ասում է, որ Աստծո թագավորությունը մատակարարում է ավելին, քան այս երկրային անեծքի համակարգի սահմանափակումները, որոնցում մարդիկ գտնվում են վազքի մեջ տանջալի աշխատանքով և քրտինքով։ Եկեք խոստովանենք. դուք կարող եք վազել այնքան արագ, որքան կարող եք, և վերջ։ Եվ շատերը վազում են մեծ ջանքով, բայց նրանց արագությունը բավական չէ ազատվելու համար։ Ես վազում էի այնքան արագ, որքան կարող էի, այն 9 տարվա ընթացքում, երբ Դրենդան և ես ծանր պարտքերի տակ էինք։ Այն 100 հազարավոր հաճախորդները, որոնց մեր ընկերությունը հանդիպել է վերջին 27 տարում, նույնպես վազում էին այնքան արագ, որքան կարող էին։ Չնայած դրան, անկախ նրանց աշխատասիրությունից, նրանք դեռ ֆինանսական ստրկության ծուղակի մեջ էին։ Բոլոր այդ մարդիկ զանգում էին մեզ, որովհետև եկել էին այն զարհուրելի գիտակցության, որ իրենք անհուսալի ֆինանսական վիճակում էին, որ իրենց երազանքները ֆինանսական ազատության մասին ավելի ու ավելի անհասանելի էին թվում, և իրենց տեսիլքը փոխարինվել էր գոյատևմամբ։ Մի պահ մտածենք նյութական ապահովության մասին։ Նյութական ապահովությունն օգնում է մեզ իրականացնել մեր տեսիլքը։ Առանց նյութական ապահովության տեսիլք չի կարող լինել, քանի որ այդ դեպքում ձեր միակ տեսիլքը լինելու է նյութական ապահովություն ձեռք բերելը։ Կրկին, մարդկանց մեծ մասն ապրում է հենց այսպես, առանց տեսիլքի։ Սա ստրկության ամենախաբուսիկ ձևն է։